Յուրաքանչյուր խոսակցությունից հետո ով ուզում է խոսա, ու հիմնականում մեր օպոզիցիոն ֆրակցիաները սարքել են իրենց դուքյանը արդեն իսկական կներեք բառամթերքիս համար։ Ընդհանրեն ասում եմ կոմենտ մի արեք։ Ամեն խոսքից հետո ամեն այս մարդիկ որոշել են իրանք պետք է մի հատ ելույթ ունենան ամեն խոսքից հետո։ Չէ, դե ես ինքս դուրս եկա, որպեսզի այդ նախագահողին ամեն խոսքից հետո չկա ԱԺ կանոնակարգ օրենքում չկա այդպիսի հասկացություն հատուկ զսպեցի, ասեցի, հորդորեցինք ամեն խոսքից հետո կոմենտ ու պրիտոմ սադրիչ։ Ժողովուրդ ջան, դա ինչ նորմալ չի, կներեք։ Հետո հետ վերադառնալու եք։ Կասենք, կմեկնաբանենք, բայց այս դրանով մեր անհամաձայնությունն ենք հայտնում այն որոշման հետ, որը որ կիրառվել է պարոն Դավիթ Ղազինյանի նկատմամբ, հիրավի պարոն Դավիթ Ղազինյանի մեկնաբանությունը տեղին էր, որովհետև ԱԺ փոխխոսնակը պետք է նիստը վարի եւ նա այդտեղ վարման կարգով կարող է խոսել, այլ ոչ թե կոնկրետ խմբակցության անունից, մեկնաբանի ամեն ելույթ, ընդհատի եւ կոչ ենք անում վերադառնալ բնականon աշխատանքային ընթացքին ոչ միայն իրականում, ոչ միայն նկատել ենք, որ նաեւ մյուս փոխոսնակը եւս պարբերաբար նիստը վարելու փոխարեն մեկնաբանում է բովանդակությունը որպես քաղաքացիական պայմանագիր կուսակցության падգամավոր այնինչ պետք է նա ըստ վարման կարգի հետ կապված որոշակի մեկնաբանություններ անի։ Շնորհակալություն։ Պարոն Քոչարյան, ձեր խմբակցություններ, հա, դուրս եկավ։ Դե իհարկե։ Դա ինշան բողոքի դուրս եկավ պարոն Քոչարյան։ Հասկանում եք արդեն որերորդ անգամն է, այս մարդիկ ընտրվելուց այսպես բան խոսքեր էին ասում, որ պետք է այնտեղ, երբ որ բարձրանում են վերև, պետք է հավասարությունը պահեն, խտրական չլինեն, ամեն խոսացողից հետո, գրեթե ամեն խոսացողից հետո իրանց թվում է իրանք պետք է վերևից ինչ-որ կոմենտներ անեն, անդրադառնան միջև այդ խոսացողին։ Սա սխալ է, սա հակասում է ԱԺ կանոնակարգին, սրա իրավունքը իրանք չունեն ու այս ամեն ինչը դրա վառ ապացույցներ բոլորի աչքի առաջ Երբ որ ինշան բողոքի խոսում ենք, մի հատ էլ դրա համար նկատողություն հայտնում։ Սա ինչքան է տևել վերադառնալու եք նիստերի դանիշ թե չէ։ Դե սա քննարկենք հասկանանք, հիմա ի վերջո բարձ է պետք է վերադառնանք, բայց իրանք պետք է հասկանան, որ այսպես չի կարելի ու մենք էլ մեր գործողություններով պետք է ցույց տանք, որ չենք հանդուրժելու իրենց նման պահվածքը։ Նախորդ նիստին էլ Գոնջարյան հայտներ էլի հերթական այսպես էս էր։ ՀՊ-ի падգամավորի ելույթին հաջորդի Ալեքսանյանի, Կոնջորյանի կամ Ռուբինյանի մեկնաբանություն։ Չեք տեսել։ Չէ, ի աջակցություն միգուցե, բայց ի հակադրումն երբևէ տեսած չեք լինի։ Այս գործելավոճը անհասկանալի է։ Կվերադառնանք առաջիկայում, ամեն դեպքում ուղղակի ստեղ արձանագրենք մի բան, որ սա, գիտեք, քաղաքական կաշկանդվածություն է, կանխակալություն է կամ ինչ-որ մի անհասկանալի երևույթ է, բայց ոչ ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքն է։ Ղազինյանը պարզապես իր դիրքորոշումը ներկայացրեց նման կառուցակարգ ելույթը մեկնաբանելու չունենալու վերաբերյալ։ Սա է ներկայացրել Ղազինյանը, որը իդեպ ես եւս հենց այդ պահին ասում էի։ Իսկ դուք չեք մասնակցի հանձնաժողովի նախագահ։ Հեսա առաջիկայում կվերադառնանք, կարծում եմ։ Հիմա մի հատ քննարկենք խմբակցությունը, ամեն դեպքում մեր գործընկերոջը ակնհայտ ապօրինի կերպով հեռացրեցին նիստերի դալին։ Իդեպ վերաքննիչ դատարան չկա, բայց ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքը մեկ ընթացակարգ նախատեսում է, ուղղակի դեռևս ձևավորումը չկա ազգային ժողովի։ Էթիկայի ժամանակ Ազգային ժողովի խորհուրդ։ Ազգային ժողովի խորհուրդ։ Հա, բայց չի կարող, չէ՞, տարածվել նախորդել։ Կներեք Ղազարյան դուք չեք մասնակցում խմբակցության քննարկմանը։ Ոչ եմ մասնակցում։ Դեռ չկա դալը, չէ՞։ Մենք ստացած լինեք, դրա համար չեք։ Լավ գնում եմ մասնակցում։ Լավ, եկեք հետո կգնանք։ Ո՞ց մասնակցեմ, եթե կանչել եք այստեղ չեպացրեցի։ Իրավիճակը
կա այս լարվածությունները, ոնց է դուք գնահատում ամեն բառից հետո sense ՊՊՑ-ին կանչել, sense դուրս հանել, դուրս հրավիրել։ Նայեք, առաջի օրվանից ինչ Ռուբինյան, Կոնջորյան, Վահագ Ալեքսայան ընտրվել են նախագահում նիստերը, իրենք իրականացնում են իրավունքի չարաշահում։ Ես ինքս քանի անգամ դրա մասին բարձրաձայնել եմ, չէ՞, իմ ելույթում էլ եմ մի անգամ ասել, որ նախագահողը իրավունք ունի եւ մեկնաբանություն անի, եւ արտահերթ հարց տա, եւ արտահերթ ելույթի իրավունք ունենա։ Դա իր իրավունքներն են, բայց այդ իրավունքից յուրաքանչյուր սուբյեկտի բարեխիղճ, այսինքն իրանց խնդիրը նիստի բնականon ընթացքը ապահովելն է, այսինքն նիստը լրացուցիչ մեկնաբանություն պիտի անի, եթե դրա կարիքը կա նիստի բնականon ընթացքի տեսանկյունից, այլ ոչ թե իր կարծիքը մեզ բոլորիս մի անգամ ավելացելու հնարավորության համար, հասկանում եք։ Իրենք իրականացնում են իրավունքի չարաշահում, ինչն էլ որ արդարացի բոլոր падգամավորների դժգոհության առաջ է, այսինքն եթե իրենք բարեխիղճ գտնվեն իրավունքի իրացման հարցում, նման խնդիր չի առաջան, այդքան բան։ Անվտանգության աշխատակիցները հանեցին, թե Ոչ, պարոն Ղազենյանը ինքը ասաց հանգիստ թողեք, ինքը մտան ներս, ախել այդ այո, մատ հələ ուշադրություն դարձեք, էլի։ Հասցրեցին։ Ես որ գալիս եմ ոնց որ կազարմ ա գամ։ Ես աշխարհում գիտեք քանի երկրի խորհրդանում եմ եղել։ Եվ որպես պաշտոնյա, եւ որպես զբոսաշրջիկ, այսինքն Բունդեսթագ մարդիկ գնում են որպես զբոսաշրջիկ։ Բունդեսթագում զինվորական չկա։ Կարգ գոյությունի, որ պետական պահպանության ծառայության աշխատակիցները շենքի ներսում ծառայությունը պիտի իրականացնեն քաղաքացիական զինլնայք տեսեք տարածքում որտեղ թե մեզ խմբերով զինվորատես բան ասեք դրա կարիքը որտեղ կա ումից են պաշտպան քանի տեղ են շենքը ստուգում դալիճ մտնելու այսինքն այս պարլամենտը այսի խոսալու տեղը ոնց որ կազարմ ալնի Նշան աջակցության որոշեցին լքել ֆրակցիային ազգային ժողովի Հիմա բացան հանձնաժողովի նախագահի քննարկումը տապալվեց, չեք մասնակցելու այսքան։ Դու չեմ կարծում տապալվեց, իրենք թոքել։ Արագ Օսեփյանի թեկնածությունը չէ՞ Վերջացավ։ Հա, վերջացավ։ Ձերը քննարկեցին համ ձեր նախագահները։ Սիրելի լրագրողներ, տեսեք խնդիրը ինչու՞մն է։ Արդեն 2 շաբաթ է ԱԺ կանոնակարգ օրենքին հակասող բաներ են անում։ Նախագահողները ամեն անգամ, եթե նկատել եք, անընդհատ այդ յուրաքանչյուր իրենց ընդդիմադիր падգամավորից հետո իրանց շատ երկար առանց ժամանակի առանց ոչ մի բանի իրանց անգամ ելույթ այսօր տեղի ունեցավ աննախադեպ Աննա Գրիգորյանի անգամ ելույթի ժամանակ ընդհատեց փոխնախագահը ու սկսեց խոսել ես չգիտեմ չեմ կարծում վատ բան եմ արել բայց մեր հայրենակիցներին ընդհանրապես ուզում եմ ասել որ ով է լիներ այս դահլիճում հաստատ այդ ռեակցիան կտար։ Կապած ինչ տեղ ունեցավ որ ձեզ ոնց որ ուժով փորձեցին դուրս հանել։ Մի հատ նկատողություն տվեց, ասի հաջորդը ինչ պետք է անես, երկրորդը տվեց, երրորդը Հա դուք տեղից արձագանք։ Եթե դու չէի գալիս, արդեն հաջորդ օպերացիաներ տեղ ունենում, որ ես թույլ չտվեցի, որ ինձ հանեն դուրս, էլ ընդհանրապես չի կարող։ Այսօր լքում եք ազգային ժողովի շենքը, կվերադառնաք հավանաբար վաղը։ Որոշենք, այս բան չեմ կարող ասել։ ԱԺ կանոնակարգ օրենքի խախտմամբ ընթացող Պարոն Ղազենյան, կներեք, էլի քանի որ մենք դրսում էինք պարոն Կարապետյանն այդպես խմբակցության անունից Այո, այսօրվա հերոսը դուք եք, այսինքն գնում եք ազգային այլևս այսօրվա նիստին չեք մասնակցելու։ Դա բողոքի նոտա է, Չէ, ուղղակի մեր խմբակցությունը կարծում եմ այդպես հատուկ չեն քննարկել, բայց նշան աջակցության ինձ որպես ֆրակցիայի անդամ եւ նաեւ իրենց բողոքը արտահայտելով նախագահության կողմից իրենց վերապահված լիազորությունների չարաշահման հետ կապված որոշեցինք լքենք։ Վաղը գալի եք։ Չկա այս պայն որոշում, կասենք էլի։ Ուսումնասիրությունին կմասնակցենք, բայց նիստին մասնակցելու որոշում այս պայն չունենք։ Իմ կարծիքով համոզված եմ լսում են կամ լսելու են քաղաքացիական պայմանագիրը պետք է լուրջ հետևություններ անի եւ իրենց պահի ըստ ԱԺ կանոնակարգ օրենքի։ Չի կարելի 100-150 ՊՊՑ-ի տղաներ, տեսեք այդ ներս գալ է այդ։ Ես չեմ ուզում կոպիտ որակումներ տամ, բայց ամեն դեպքում տղամարդավարի չի։
Պարոն Ղազինյան, ներողություն, քանի որ մենք ներսում չենք եղել, դուք հստակ որևէ բառ արտահայտություն ինչ եք ասել, որից Ընդհանրապես ասել եմ, սա օրենքով, ինչ որ դուք հիմա անում եք, Արեգ Աղսեփյանից հետո, այսօր իմիջիալոց երևի 5-րդ, 6-րդ, ընդհանրապես այս երկու շաբաթվա ընթացքում անընդհատ։ Ընդհանրապես հարց եմ տվել, սա ԱԺ կանոնակարգ օրենքով, ասում եմ լռեք։ Ասում եմ, չէ, հարց եմ տալի, պատասխանեք, ասում եմ լռեք։ Հիմա այդտեղ ինչ անես, լավ, ո՞րն է այդտեղ։ Այսինքն նստես անընդհատ լռես ու տեսնես, թե ամեն ընդդիմադիր падգամավորի ելույթից հետո իրանք ինչ են անում։ Այսինքն այնքան բարեկրթություններ մի բան չի, էլի։ Այնքան իրենք այսպես ասած սահմանները կորցրել են, որ պատկերացրեք այսօր անգամ Աննա Գրիգորյանի ելույթի ժամանակ ընդհատեց падգամավորին, ինքը սկսեց խոսալ։ Շուտ չի լինում այդպես։ Թող հետևություններ անեն ուղղակի։ Այս կոշտ հարցադրումները Արեգ Աղսեփյանին, կոշտ հարցադրումները պատահական են, թե ցանկալի չի տեխնատում։ Չեմ կարող ասել, ես մի առիթով ասել եմ, բացարձակապես չեմ խնդրում, ես համոզված եմ նաև իմ գործընկերները, դա սահմանադրական նորմա, դոնտի բանաձևով ուզում են ընտրել, ուզում են չընտրել։ Այնպես չի, որ մեր համար չընտրվելու դեպքում մեր աշխատանքի որակը կամ ինչ-որ այլ բան փոխվելու է։ Այլ տեխնատու բերելու չի քննարկվել։ Կանեն իրենց որոշումը, մենք էլ մերը կանենք, հաշվի առնելով, որ մենք ինչ անգամ շշուկով խոսում ենք, ամենայն դեպս այս շենքում իրանք իմանում են, մենք էլ քննարկում ենք ըստ անհրաժեշտության։ Ամեն դեպքում շենքում կմնանք, բայց նստերի դահլիճ չենք մտնի, որովհետև իսկապես աննախադեպ է, երբ որ դու չունես խոսքը փոխխոսնակի մասին է, երբ որ դու չունես իրավունք անդադար մեկնաբանելու, հո քաղաքական մեկնաբաներ չէ։ Այս աշխատանքներն էլ են դե։ Մենք նիստերի դահլիճում չենք լինելու, բայց դեռ շենքում ենք։ Իսկ Տիկին Գրիգորյան, ընդհանուր իրավիճակը ինչպես կգնահատեք, Դավիթ Ղազինյանը ասաց, ընդհանրապես ասել է, սա օրենքով կանոնակարգով նախատեսված է, ինչից հետո է լարվել իրավիճակը։ Տեսեք, նույնիսկ իմ խոսելու ժամանակահատվածում, այսինքն ես իմ ելույթն եմ ունենում, փոխոսնակը իրան իրավունք է վերապահում ինձ ընդհատել եւ ինչ որ հարցադրումներ հնչեցնել։ Կամ դրանից հետո մի ամբողջական ելույթ է ունենում փոխոսնակը, այո, կարող է արտահերթ ելույթով հանդես գալ, այսինքն դուրս գալ եւ ամբյոնից ինչ որ բան ուզի, ասի, sense դարել է քաղաքական մեկնաբան։ Ամեն ելույթից հետո ինչ որ մեկնաբանություններ են անում, որի լիազորությունը կանոնակարգ օրենքով ուղղակի չունեն։ Եվ մեր դիտարկումները դեռևս նախորդ նիստից են, որ չունեք այդ լիազորությունը, ձեզ պիտի թույլ չտակ անել բաներ, որոնցով լիազորված չեք ԱԺ կանոնակարգի համաձայն։ Ընդհանրապես սա էր, եւ ես կարծում եմ, իհարկե աննախադեպ էր, այսինքն ընդհանրապես նրա համար, որ դու իրավունք չունես այսպես խոսելու, արդեն ՊՊՑ ներգրավել, սա ուղղակի խայտարակություն է, բայց ես հուսով եմ իրենց համար դաս կլինի, որ այսուհետ որևէ ձև ոչ падգամավորի խոսքին միջամտեն ելույթ ունենալուց եւ ոչ էլ падգամավորի խոսքը ուղղակի սկսեն մեկնաբանել։ Ու մեկնաբանելը բավականին մեծ ելույթ է ստացում, էլի սովորական ռեպլիկ չի, որ մտածես մի բառ ասացին անցան, չէ, մի մեծ ելույթ են անում։ Նիստերին, հա, ներողություն եմ խնդրում, նիստերին չենք մասնակցի, մի քանի անգամ ասեցի, արդեն կներեք, հա, նիստին չենք մասնակցի, բայց դեռ շենքում կմնանք, որովհետև միգուցե եւ քվեարկություն նշանակեն, այսինքն փորձեն արագ ավարտին հասնել, քվեարկություն նշանակել, դեռ շենքում կլինենք։